Նոր կտակարանի ներածություն։ Մարկոսի ավետարան։ Մատթեոսի ավետարանը մեզ ներկայացրեց Հիսուսին որպես խոստացված Մեսիա, Իսրայելի պատմության եւ մարգարեությունների կատարման համապատասխան։ Մարկոսի ավետարանը սկսում է այլ հարցից։ Այն չի փորձում ապացուցել, թե Հիսուսը որտեղից է գալիս, այլ ցույց է տալիս, թե ով է նա՝ իր գործերով, իր իշխանությամբ եւ իր ներկայությամբ։ Այս ավետարանը ծնվել է հեթանոսական աշխարհի համար, այն մարդկանց, որոնք չեն ճանաչում մարգարեներին, բայց ճանաչում են ուժը, իշխանությունը եւ վախը։ Եվ հենց այդ աշխարհին Մարկոսը ներկայացնում է մի թագավորի, որը չի իշխում սրով, այլ ունի իշխանություն կյանքի, մահվան եւ չարի վրա։ Այս տեսանյութում մենք կտեսնենք, թե ով էր Մարկոսը, ինչպես է այս ավետարանը ծնվել եւ ինչու է այն նոր կտակարանի ամենաարագ, բայց նաեւ ամենահզոր վկայություններից մեկը Հիսուս Քրիստոսի մասին։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Հեղինակը։ Մարկոսի ավետարանը եկեղեցական ավանդության մեջ մշտապես կապվել է մի անձի հետ, որը թեև չէր պատկանում 12 առաքյալների շրջանակին, այնուամենայնիվ գտնվում էր առաջին քրիստոնեական վկայության անմիջական հոսքի մեջ։ Նրա անունը Հովհաննես Մարկոս էր, սակայն եկեղեցական գրականության մեջ առավելապես հայտնի է որպես Մարկոս։ Նոր կտակարանը նրան հիշատակում է որպես վաղ եկեղեցու ակտիվ անդամ, որի կյանքը եւ ծառայությունը սերտորեն առնչվում են երկու կարևորագույն առաքյալների՝ Պետրոսի եւ Պողոսի հետ։ Նոր կտակարանը մեզ հայտնում է, որ Մարկոսի մայրը Մարիամը, ով Բարնաբաս առաքյալի քույրն էր, տուն ուներ Երուսաղեմում, որը ծառայել է որպես վաղ եկեղեցու հավաքատեղի։ Հենց այդ տանը տեղի ունեցավ Քրիստոսի եւ նրա առաքյալների վերջին ընթրիքը։ Նոր կտակարանի հետազոտողների մեծամասնությունը ընդունում է, որ հենց Մարկոսն էր համանուն ավետարանի 14-րդ գլխում ներկայացվող մերկ վիճակում փախչող երիտասարդը։ Սա ցույց է տալիս, որ Մարկոսը մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ Քրիստոսի մասին վկայությունը կենդանի եւ անմիջական էր։ Գործք առաքելոց գրքից իմանում ենք, որ Մարկոսը մի ժամանակ ուղեկցել է Պողոսի եւ Բարնաբասին իրենց քարոզչական ճանապարհորդության ընթացքում, սակայն մի փուլում թողել է այդ առաքելությունը եւ վերադարձել Երուսաղեմ։ Այդ դրվագը դարձել է Պողոսի եւ Բարնաբասի մեջ լարվածության պատճառ, ինչն առանձնահատուկ մարդկային երանգ է աղորդում Մարկոսի կերպարին։ Նա ներկայացնում է ոչ որպես անսխալական հերոս, այլ որպես աճող, երբեմն տատանվող, բայց ի վերջո վերականգնված ծառա։ Հետագայում Պողոսը Տիմոթեոսին ուղված նամակում կրկին հիշատակում է Մարկոսին, այս անգամ ջերմ երանգով, որպես օգտակար ծառայության համար։ Սա վկայում է Մարկոսի հոգևոր հասունացման եւ վերականգնման մասին։ Այն մարդը, որը մի ժամանակ հեռացել էր առաքելությունից, վերադարձել է ավելի ամուր ու փորձառու։ Նոր կտակարանում Մարկոսի մասին վերջին հիշատակումը անում է Պետրոս առաքյալը իր նամակում, որում նրան իր սիրելի որդի է անվանում։ Եկեղեցական ավանդությունը, որը արտացոլված է վաղ եկեղեցու պատմական հիշողության մեջ, Մարկոսին ներկայացնում է որպես Պետրոսի թարգմանիչը եւ գրավոր փոխանցողը։ Պետրոսը քարոզում էր, իսկ Մարկոսը լսելով եւ հետևելով նրա պատմություններին, դրանք համակարգում էր եւ գրի առնում։ Այս պատճառով էլ Մարկոսի ավետարանը հաճախ նկարագրվում է ոչ թե որպես ինքնուրույն հեղինակային ստեղծագործություն, այլ որպես Պետրոսի վկայության գրավոր մարմնացում։ Ավանդության համաձայն Մարկոսը Հռոմում Պետրոսի կողքին ծառայելուց հետո քարոզել է Եգիպտոսում, որտեղ հիմնադրել է Ալեքսանդրիայի եկեղեցին։ Թեև այս տեղեկությունները գալիս են եկեղեցական ավանդությունից եւ ոչ թե նոր կտակարանից, դրանք ցույց են տալիս, թե ինչպես է եկեղեցին հիշել Մարկոսին, որպես ավետարանի տարածման կարկառուն գործիչ։ Այս կենսագրական դիմապատկերը Մարկոսի ավետարանին տալիս է առանձնահատուկ խորություն։ Այն գրվել է ոչ թե հեռվից դիտողի, այլ շարժման ներսում ապրող մարդու կողմից։ Մի մարդու, որը ճանաչել է թե առաքելական փառքը եւ թե մարդկային թուլությունը, եւ որն այդ ամենը ներկայացրել է իր գրավոր վկայության մեջ։ Մարկոսի ավետարանը այս իմաստով կրում է ոչ միայն Պետրոսի ականատեսությունը, այլ նաեւ Մարկոսի սեփական կյանքի փորձառության խոնարհությունը, եւ հենց այդ համադրությունն է նրան դարձնում նոր կտակարանի ամենաանմիջական ու կենդանի վկայություններից մեկը։ Վավերականությունը։ Եկեղեցական ամենավաղ ավանդությունը միաձայն կերպով վկայում է, որ Մարկոսը գրի է առել այն, ինչ Պետրոսը քարոզում էր Հիսուսի մասին։ Այդ վկայությունը մեզ ասել է ոչ թե մեկ, այլ մի քանի անկախ աղբյուրների միջոցով, որոնք ձևավորվել են տարբեր աշխարհագրական կենտրոններում։ Երկրորդ դարի սկզբին
Պապիաս Հերապոլիսեցին, որի վկայությունը պահպանվել է Եվսեբիոս կեսարացու միջոցով, նշում է, որ Մարկոսը Պետրոսի թարգմանիչն էր եւ գրի էր առնում նրա պատմածները, ոչ թե խիստ ժամանակագրական կարգով, այլ հավատարիմ կերպով։ Այս բնութագրումը կարևոր է, որովհետև այն բացատրում է Մարկոսի ավետարանի ոճը։ Այն սեղմ է, դինամիկ եւ հաճախ կառուցված է գործողությունների հաջորդականության շուրջ, այլ ոչ թե երկար համակարգված խոսքերի։ Պապիասի վկայությունը միակ աղբյուրը չէ։ Երկրորդ դարի վերջում Իրինեոս Լեոնացին, որը իր հերթին կանգնած էր առաքելական ավանդության շղթայի մեջ, նույնպես հաստատում էր, որ Մարկոսը գրի առել այն ամենը, ինչը Պետրոսը բանավոր կերպով քարոզում էր։ Սա ցույց է տալիս, որ Մարկոսի ավետարանը չի ծագել անանուն համայնքային լեգենդից, այլ ձևավորվել է կոնկրետ առաքելական հիշողության հիմքի վրա։ Այս վկայությունները կարևոր են նաև իրենց աշխարհագրական բազմազանությամբ։ Պապիասը Փոքր Ասիայում է, Իրինեոսը Գալիայում, իսկ ավանդությունը նույն կերպ պահպանվում է նաև Հռոմում եւ Ալեքսանդրիայում։ Երբ նման միատարր հիշողություն հանդիպում է տարբեր մշակութային եւ լեզվական միջավայրերում, այն հազվադեպ է պատահական կամ ուշ հորինվածքի արդյունք։ Այն սովորաբար արտացոլում է վաղ եկեղեցու կայուն փոխանցումը։ Բացի պատմական վկայությունից, Մարկոսի ավետարանը կրում է նաև ներքին հատկանիշներ, որոնք համահունչ են պետրոսյան ծագմանը։ Ավետարանում Պետրոսի կերպարը ներկայացվում է առանց փառաբանման։ Նրա թուլությունները, սխալները եւ նույնիսկ ուրացումը բացահայտորեն նշվում են։ Սա հակասում է այն պատկերին, որը կարելի էր սպասել, եթե գիրքը հետագայում գրվեր Պետրոսի հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ Ընդհակառակը, նման անկեղծությունը բնորոշ է ականատեսի հիշողությանը, ոչ թե քարոզչական հորինվածքին։ Ժամանակակից քննադատական գիտության մեջ նույնպես լայնորեն ընդունված է, որ Մարկոսի ավետարանը կապ ունի Պետրոսի քարոզչության հետ։ Նույնիսկ եթե տարբեր հետազոտողներ տարբեր կերպ են պատկերացնում այդ կապի մեխանիզմը, ոմանք այն դիտում են որպես ուղղակի գրավոր արձանագրում, մյուսները որպես համայնքային ձևավորում պետրոսյան ավանդության շուրջ, սակայն նույնիսկ այդ քննադատական շրջանակներում հազվադեպ է ամբողջությամբ մերժվում այն, որ Մարկոսի ավետարանի հիմքում կանգնած է Պետրոսի վկայության ավանդությունը։ Այսպիսով, Մարկոսի ավետարանը ներկայացնում է յուրահատուկ համադրություն։ Այն միաժամանակ գրավոր տեքստ է եւ կենդանի առաքելական հիշողության արձագանք։ Նրա վավերականությունը չի հիմնվում հեղինակի պաշտոնական կոչման վրա, այլ այն վկայության վրա, որը նա փոխանցում է Պետրոսի միջոցով, այն մարդու, որը կանգնած էր Հիսուսի կյանքի եւ ծառայության կենտրոնում։ Հասցեատերերը, գրման վայրը եւ ժամանակը։ Մարկոսի ավետարանը իր լեզվով, թեմատիկ շեշտադրումներով եւ պատմողական ոճով ակնհայտորեն ուղղված է այնպիսի լսարանի, որը չի պատկանում հրեական կրոնական միջավայրին։ Այն գրվել է ոչ թե սինագոգի ներսում եղող մարդկանց համար, այլ հեթանոսական աշխարհի ընթերցողների, որոնց համար հին կտակարանը նախնական հղման կետ չէր, իսկ Իսրայելի պատմությունը անծանոթ էր։ Այս հանգամանքը երևում է հենց տեքստի ներսում։ Մարկոսի տարբերություն Մատթեոսի գրեթե երբեք չի մեջբերում մարգարեներին որպես ապացույց։ Նա չի փորձում Հիսուսին կապել Աբրահամի կամ Դավթի ուխտի հետ, որովհետև նրա լսարանը այդ անունների պատմական ու կրոնական ծանրությունը չէր կրում։ Փոխարենը նա կենտրոնանում է Հիսուսի գործերի վրա, նրա իշխանության, հրաշքների եւ հաղթանակի չարի նկատմամբ։ Սա այն լեզուն է, որը հասկանալի է հեթանոսական մշակույթի համար, որտեղ ուժը, իշխանություն եւ հաղթանակը կենտրոնական արժեքներ էին։ Մարկոսի ավետարանը նաև բացատրում է հրեական սովորույթներն ու ծեսերը, որոնք հրեական ընթերցողի համար բացատրության կարիք չեն ունենա։ Օրինակ, մաքրության օրենքները, սրբազան սովորույթները եւ որոշ տերմիններ հաճախ ներկայացվում են բացատրություններով, ինչը հստակ նշան է, որ հեղինակը գրում է այն մարդկանց համար, որոնք դուրս էին հրեական կրոնական շրջանակից։ Լեզվական մակարդակում եւս նկատելի է նույն ուղղվածությունը։ Մարկոսի հունարենը պարզ է, գործնական եւ անմիջական։ Այն չունի այնպիսի բարդ աստվածաբանական ձևակերպումներ, որոնք բնորոշ են ավելի ուշ հելենիստական քրիստոնեական գրություններին։ Սա ցույց է տալիս, որ նրա նպատակը ոչ թե ակադեմիական աստվածաբանություն զարգացնելն էր, այլ կենդանի ավետարանը փոխանցելը մի միջավայրի, որտեղ Քրիստոսի մասին լսելը նորություն էր։ Այս հասցեատերային ուղղվածությունն է, որ բացատրում է Մարկոսի ավետարանի հիմնական շեշտադրումները։ Այն գրվել է այն մարդկանց համար, որոնք ապրում էին մի աշխարհում, որտեղ աստվածները շատ էին, բայց իշխանությունը դաժան։ Մարկոսը նրանց ներկայացնում է մի թագավորի, որը չի իշխում սրով, բայց ունի իշխանություն բնության, հիվանդության եւ մահվան վրա։ Այսպիսով, Մարկոսի ավետարանը դառնում է նոր կտակարանի առաջին մեծ քարոզչական գրություններից մեկը։ Այն չի ծնվում փակ կրոնական միջավայրում, այլ ուղղված է աշխարհի այն հարթությանը, այն մարդկանց, որոնք առաջին անգամ են լսում այդ լուրը, որ Աստծո թագավորությունը մտել է մարդկային պատմության մեջ։
Մարկոսի ավետարանի գրման վայրը եւ ժամանակը սերտորեն կապված են նրա նպատակին եւ հասցեատերերին։ Քանի որ այս ավետարանը ուղղված է հեթանոսական լսարանին եւ կառուցված է Պետրոսի քարոզչության վկայության վրա, դրա պատմական միջավայրը պետք է որոնել այնտեղ, որտեղ այդ երկու իրողությունները հատվում են՝ Հռոմում, հռոմեական կայսրության կենտրոնում։ Վաղ եկեղեցական ավանդությունը միաձայն կերպով կապում է Մարկոսի գործունեությունը Հռոմի հետ։ Եկեղեցական պատմիչները վկայում են, որ Մարկոսը գտնվել է Պետրոսի կողքին Հռոմում եւ այնտեղ է գրի առել այն, ինչ Պետրոսը քարոզում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Այս պատկերը ունի խորը տրամաբանական համահունչություն։ Հռոմը այն վայրն էր, որտեղ Պետրոսի վկայությունը առավել անհրաժեշտ էր հեթանոսական աշխարհին, եւ որտեղ Մարկոսի կողմից նրա խոսքերի գրի առնելը ավելի տրամաբանական էր։ Հռոմեական միջավայրին համապատասխան են նաև Մարկոսի ավետարանի ներքին հատկանիշները։ Տեքստում առկա են լատինական բառեր եւ արտահայտություններ, ինչպես նաև հռոմեական չափումների եւ սովորույթների հիշատակումներ, որոնք ակնարկում են, որ հեղինակը գրում է մի լսարանի համար, որը ապրում էր հռոմեական մշակութային շրջանակում։ Այս լեզվական եւ մշակութային նշանները դժվար կլիներ բացատրել, եթե ավետարանը գրվեր Պաղեստինում կամ մաքուր հրեական միջավայրում։ Ինչ վերաբերվում է գրման տարեթվին, ապա ըստ եկեղեցական ավանդության եւ ժամանակակից հետազոտողների կարծիքով Մարկոսի ավետարանը սովորաբար տեղադրվում է Քրիստոսից հետո մոտավորապես 50-ից 60-ական թվականներին, այսինքն Պետրոսի նահատակությունից եւ Երուսաղեմի տաճարի կործանումից առաջ։ Այս վաղ թվագրությունը լիովին համահունչ է այն պատկերին, որ Մարկոսի ավետարանը ծնվել է Պետրոսի կենթանի քարոզչության միջավայրում եւ ոչ թե հետադարձ հիշողությամբ։ Ներքին տեքստային փաստարկները այստեղ եւս կարեւոր են։ Մարկոսի ավետարանում Հիսուսի մարգարեությունը տաճարի կործանման մասին ներկայացվում է որպես ապագա իրադարձություն, առանց որևէ ակնարկի, որ այն արդեն տեղի է ունեցել։ Եթե ավետարանը գրված լիներ 70 թվականից հետո, դժվար կլիներ բացատրել, թե ինչու այդպիսի պատմական ցնցող իրադարձությունը, որը անկասկած կգրավեր հեթանոս լսարանի ուշադրությունը, ոչ միտեղ չի հիշատակվում որպես կատարված փաստ։ Ժամանակակից քննադատական գիտության մեջ տարածված է նաև ուշ թվագրման վարկածը, հիմնականում 65-ից 75 թվականներին կամ նույնիսկ ավելի ուշ տարիների։ Այդ տեսակետը հաճախ հիմնվում է այն ենթադրության վրա, որ Հիսուսի մարգարեությունը տաճարի մասին հետադարձ նկարագրություն է։ Սակայն այս մոտեցումը նախապես բացառում է իրական մարգարեության հնարավորությունը եւ այդ փիլիսոփայական ենթադրությամբ է պայմանավորում պատմական թվագրությունը։ Եթե այդ նախադրյալը հանվում է, ապա վաղ թվագրությունը դառնում է ոչ միայն հնարավոր, այլև առավել տրամաբանական։ Հենց Մարկոսի ավետարանն է պատմականորեն համարվում 4 ավետարաններից ամենահինը, քանի որ ընդունված է, որ այն ծառայել է որպես աղբյուր Մատթեոսի եւ Ղուկասի ավետարանների գրվելու ժամանակ։ Եվ Մատթեոսի եւ Ղուկասի ավետարաններում եղած ընդհանրությունները Մարկոսի ավետարանի հետ հենց դրա մասին են վկայում։ Եվ նույնիսկ ժամանակակից քննադատները ընդունում են, որ Մարկոսի ավետարանը գրվել է առաջինը։ Այսպիսով, ավանդական եւ ժամանակակից հետազոտության տեսանկյունից ամենայն հավանական է, որ Մարկոսի ավետարանը գրվել է Հռոմում Քրիստոսից հետո մոտ 50-ից 60-ական թվականներին, Պետրոսի քարոզչական վկայությունների կենթանի միջավայրում, նախքան այն պատմական ցնցումը, որը 70 թվականին փոխեց հրեական եւ քրիստոնեական աշխարհի դեմքը։ Գլխավոր ուղերձը, առանձնահատկությունները եւ կառուցվածքը։ Մարկոսի ավետարանի կենտրոնում կանգնած է մեկ հզոր եւ միանշանակ պնդում։ Հիսուս Նազովրեցին Աստծո որդին է, որին տրված է իշխանություն չարի, հիվանդության, բնության եւ մահվան վրա։ Մարկոսը չի սկսում իր ավետարանը ծննդաբանությամբ կամ մանկության պատմություններով, նա սկսում է գործողությամբ։ Ավետարանը բացվում է անմիջապես այն պահից, երբ Հիսուսը մտնում է պատմության բեմ եւ իր ներկայությամբ ցնցում է աշխարհը։ Սա պատահական գրական ընտրություն չէ։ Մարկոսը գրում է այն մարդկանց համար, որոնք ապրում էին իշխանության, ուժի եւ բռնության աշխարհում։ Նա նրանց ցույց է տալիս մի թագավորի, որը չի իշխում սրով, բայց ունի իշխանություն այն ամենի վրա, ինչից մարդը վախենում է։ Մարկոսի համար Քրիստոսի ինքնությունը բացահայտվում է ոչ թե աստվածաբանական սահմանումներով, այլ գործողություններով։ Դևերը ճանաչում են նրան, հիվանդությունը ենթարկվում է նրան, բնությունը լռում է նրա առաջ, եւ վերջապես մահը չի կարող պահել նրան։ Մարկոսի ավետարանը նոր կտակարանի ամենակարճ ավետարանն է, սակայն նաև ամենախտացվածը։ Ավետարանի տեքստը շարժվում է շատ արագ, եւ անմիջապես արտահայտությունը հաճախ է կրկնվում։ Սա ստեղծում է մի զգացում, որ Աստծո թագավորությունը ներխուժում է պատմության մեջ առանց հապաղման։ Մարկոսը քիչ է կենտրոնանում երկար ուսուցումների վրա։ Նրա ուշադրության կենտրոնում Հիսուսի գործերն են։ Սա ոչ թե տեսական Քրիստոս է, այլ գործող Քրիստոս։
Մարկոսը նաև հատուկ շեշտում է Քրիստոսի չարչարանքը։ Նա չի թաքցնում խաչի խավարն ու լռությունը։ Հիսուսը այստեղ ոչ միայն հաղթող թագավոր է, այլ նաև տառապող ծառա։ Մարկոսի ավետարանը, թեև նոր կտակարանի ամենակարճ ավետարանն է, ունի խիստ մտածված եւ աստվածաբանորեն խորը կառուցվածք։ Այն ոչ թե պարզապես պատմությունների հաջորդականություն է, այլ նպատակային շարժում Քրիստոսի ինքնության բացահայտումից դեպի նրա խաչը ու հարությունը։ Կառուցվածքային առումով Մարկոսի ավետարանը կարող ենք բաժանել 3 մասի։ Մաս առաջին՝ մկրտություն, փորձություն, գալիլեական քարոզչություն, հրաշքներ եւ դևերի արտաքսում։ Առաջին մասը նկարագրում է Հիսուսի գալիլեական ծառայությունը։ Այստեղ մենք տեսնում ենք նրա մկրտությունը, փորձությունը, աշակերտների կանչը, քարոզչությունը եւ բազմաթիվ հրաշքներ։ Այս հատվածի հիմնական հարցն է. ո՞վ է այս մարդը։ Հիսուսը ներկայացնում է որպես այն մեկը, որի իշխանությանը ենթարկվում են հիվանդություններն ու դևերը եւ նույնիսկ բնությունը։ Մաս երկրորդ. Պետրոսի խոստովանությունը, խաչի կանխատեսումները, կերպարանափոխությունը եւ աշակերտության ուսուցումը։ Երկրորդ մասը սկսվում է Պետրոսի խոստովանությամբ. «Դու ես Քրիստոսը»։ Այստեղ Մարկոսը ցույց է տալիս, որ Հիսուսը իսկապես Մեսիան է, բայց նաև բացահայտում է, որ այդ Մեսիան պիտի տառապի եւ խաչվի։ Այս հատվածում Հիսուսը սկսում է խոսել խաչի մասին եւ աշակերտներին ուսուցանում է, որ նրան հետևելը նշանակում է խոնարհություն, զոհաբերություն եւ ծառայություն։ Երրորդ մասը. Երուսաղեմի մուտքը, տաճարի մաքրումը, վերջին ընթրիքը, խաչելությունը եւ հարությունը։ Երրորդ մասը տեղի է ունենում Երուսաղեմում։ Հիսուսը մտնում է քաղաք որպես թագավոր, մաքրում է տաճարը, բախվում է կրոնական առաջնորդների հետ եւ վերջապես գնում է դեպի խաչը։ Այս մասում տեղի են ունենում վերջին ընթրիքը, դավաճանությունը, դատավարությունը, խաչելությունը եւ հարության վկայությունը։ Այստեղ Մարկոսը ցույց է տալիս, որ Հիսուսի իշխանությունը վերջնականապես բացահայտվում է խաչի եւ հարության միջոցով։ Ժամանակակից քննադատական գրականության մեջ հաճախ է նշվում, որ Մարկոսի 16-րդ գլխի 8-րդ համարից հետո գտնվող հատվածը, այսպես կոչված երկար եզրափակիչը, բացակայում է որոշ ամենահին հունարեն ձեռագրերում։ Այս փաստը հաճախ ներկայացում է որպես խնդիր Մարկոսի ավետարանի ամբողջականության կամ վստահելիության համար։ Սակայն նման եզրակացությունը հիմնված է ոչ թե փաստերի, այլ դրանց սխալ մեկնաբանության վրա։ Նախ պետք է հստակ նշել, որ տվյալ հարցը վերաբերվում է ոչ ամբողջական ավետարանին, այլ միայն վերջին մի քանի համարների տեքստային փոխանցման ձևին։ Բուն Մարկոսի ավետարանը իր հիմնական պատմությամբ, ուսուցմամբ, խաչի եւ հարության վկայությամբ հստակորեն հաստատված է բոլոր հին ձեռագրերում։ Քննարկվում է միայն այն, թե ինչպես է ձևավորվել դրա վերջաբանը։ Կարևոր է հասկանալ, որ նոր կտակարանի տեքստային քննությունը ցույց է տալիս ոչ թե քաոս, այլ բացառիկ հուսալիություն։ Այն փաստը, որ մենք գիտենք, թե որ ձեռագրերում է բացակայում երկար եզրափակիչը, ինքնին վկայում է տեքստի փոխանցման թափանցիկության մասին։ Եթե տեքստը մանիպուլացված լիներ, մենք պարզապես չենք ունենա այդ տեղեկությունը։ Նույնիսկ եթե ընդունվի, որ Մարկոսի ավետարանը սկզբնապես ավարտվել է 16-րդ գլխի 8-րդ խոսքով, դա ոչ մի կերպ չի ակասում դրա աստվածաբանական կամ պատմական արժեքին։ Ավետարանի հիմնական նպատակը ցույց տալ Հիսուսի մահն ու արությունը որպես Աստծո փրկարար գործ արդեն ամբողջությամբ իրականացված է մինչև այդ համարը։ Դատարկ գերեզմանը, հրեշտակի հայտնություն եւ հարության հռչակումը արդեն այնտեղ են։ Ոչ մի հիմնարար քրիստոնեական ուսմունք կախված չէ այդ վերջին մի քանի համարներից։ Եվ վերջապես, վաղ եկեղեցական օգտագործման պատմությունը ցույց է տալիս, որ երկար եզրափակչի հատվածը շատ վաղ ընդունվել է որպես Մարկոսի ավետարանի ընթերցվող ավարտ։ Նույնիսկ եթե այն սկզբնապես գրվել է որպես լրացուցիչ եզրափակիչ կամ ամփոփում, սա ավելի շատ վկայում է եկեղեցու սրբագրական խնամքի, քան տեքստի անվստահելիության մասին։ Այսպիսով, Մարկոսի ավետարանի վերջաբանի շուրջ տեքստային տարբերությունները ոչ թե խաթարում են ավետարանի վավերականությունը, այլ ընդհակառակը ցույց են տալիս, թե որքան մանրակրկիտ եւ ազնիվ է եղել նրա փոխանցման պատմությունը։ Ավետարանի հիմքը մնում է անփոփոխ։ Հիսուս Քրիստոսը խաչված է, հարություն է առել եւ նրա թագավորությունը հաստատված է պատմության մեջ։ Ամփոփելով, Մարկոսի ավետարանը մեզ չի տալիս երկար նախաբանումներ կամ տեսական բացատրություններ։ Այն մեզ բերում է անմիջապես Հիսուսի ներկայության մեջ, որտեղ խոսքերը զիջում են տեղեգործերին, իսկ հարցը դառնում է պարզ եւ անխուսափելի։ Ո՞վ է նա, որին ենթարկվում են հիվանդությունը ու մահը։ Մարկոսը ցույց է տալիս Հիսուսին որպես Աստծո որդի ոչ միայն փառքի, այլ նաեւ տառապանքի մեջ։ Նրա ավետարանը մեզ սովորեցնում է, որ Աստծո իշխանությունը չի դրսևորում բռնությամբ, այլ սիրով, եւ որ հաղթանակը գալիս է խաչի միջոցով։ Այս ավետարանը գրվել է մի աշխարհի համար, որը ճանաչում էր ուժն ու իշխանությունը, բայց չէր ճանաչում զոհաբերող սերը։ Եվ հենց այդ աշխարհին Մարկոսը հռչակում է մի թագավորի, որը հաղթում է
իր կյանքը զոհելով։ Եվ այսօր եւս այս ավետարանը մեզ կանգնեցնում է նույն հարցի առաջ. եթե Հիսուսն իսկապես Աստծո որդին է, ապա ո՞վ է մեր կյանքի իրական Տերը։